Ողջույն, սիրելի ընկերներ։ Այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի մայիսի 16-ին նորալուսնի մասին։ Գնայինք տարոք անխատեսում, հորոսկոպ նաև կասեմ, թե ինչ փոփոխություններ կբերի այս նորալուսինը ձեզ։ Նորալուսինը, ինչպես եւ լիալուսինը, իր էներգիան ունենում է 2-3 օր առաջ, տվյալ օրվանից եւ 2 շաբաթ հետո։ Կնշեմ հորոսկոպի նշանների համար, թե որ տանն է լինելու այս նորալուսինը եւ ինչ փոփոխություններ է բերելու։ Իհարկե նաեւ կնայենք տարո քարտերով։ Կսկսենք ցուլերից, քանի որ հենց ցուլ նշանում է լինելու ցուլերի առաջին տանը։ Երբ նորալուսինը առաջին տանն է լինում, դա կարծես նոր էներգիա է, նոր սկիզբ է, նոր արտաքին, նոր ծանոթություններ, նոր շփում, նոր հարաբերություններ, նոր համագործակցություն։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի մայիսի նորալուսինը ցուլերին։ Ինչ որ մեկուսացում գուցե սիրելի ցուլեր, ինչ որ հարցի շուրջ պետք է միայնակ մնաք, որպեսզի ամեն ինչ լավ ծանոթ-թեթևանեք եւ ճիշտ որոշում կայացնեք։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի մայիսի նորալուսինը ցուլերին։ Մեծ փոփոխություններ, սիրելի ընկերներ, շատ մեծ փոփոխությունների մասին է խոսքը, ինչ որ տրանսֆորմացիա կլինի ձեր կյանքում։ Այս տրանսֆորմացիան կարող է պայմանավորված լինել արտաքնի հետ, գուցե այսպես անսպասելի որոշեք ձեր ոճը փոխել, մազերի գույնը, սանրվածքը փոխել, ինչ որ նման անսպասելի փոփոխություններ են ձեզ սպասվում։ Այս նորալուսինը դա ձեզ կբերի։ Հաջորդ նշանը երկվորյակ։ Սիրելի երկվորյակներ, այս նորալուսինը կլինի ձեր 12-րդ տանը։ Նորություն, նոր էներգիա, կապված հեռավոր հողերի հետ, իզոլացված վայրերի հետ։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, ինչ կբերի 2026 թվականի մայիս ամսվա նորալուսինը երկվորյակներին։ Ինչ որ սիրելի ընկերներ, հատկապես որ ձեր 12-րդ տանն է լինելու, շատերը այդպես չեն ուզի դուրս գան, շատ շփվեն, ավելի մեկուսացած գուցե լինեք, ոմանք կորոշեն մեդիտացիայով զբաղվել, կարծես այսպես մի փոքր ձանձրալի, այսպես ասեմ, կանցնի այս ժամանակահատվածը ձեզ համար։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն, ինչ կբերի 2026 թվականի մայիսի նորալուսինը երկվորյակներին։ Հրաշալի քարտ է դուրս եկել, սիրելի ընկերներ։ Եթե կային առողջական խնդիրներ, ապա ամեն ինչ կանցնի, հիանալի կլինի ամեն ինչ։ Եթե ցանկանում եք մեկնել արտերկիր հանգստանալու, հիանալի ամեն ինչ ձեզ մոտ կստացվի։ Եթե ինչ որ հեռավոր հողերի հետ կապված գործողություններ պետք է կատարեք, ամեն ինչ հիանալի կստացվի։ Այնպես որ հիանալի քարտ է դուրս եկել։ Հաջորդ նշանը խեցգետինն է։ Սիրելի խեցգետիններ, այս նորալուսինը կլինի ձեր 11-րդ տանը, 11-րդ տունը դա նոր էներգիա, նոր ընկեր, ընկերուհի, նոր գաղափարակից, նոր օնլայն աշխատանք։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի մայիսի նորալուսինը խեցգետիններին։ Սպասողական իրավիճակ, սիրելի ընկերներ։ Գուցե մինչ այս ինչ որ գործողություններ եք կատարել, սպասում եք արդյունքներին, կարծում եմ, որ չնայած որ այս ժամանակահատվածը եւս պետք է որ ցույց տա արդյունքներ, բայց դեռևս կգտնվեք սպասողական իրավիճակում կամ ընդհակառակը նոր գործեր կկատարեք, որը դեռևս միանգամից արդյունք ձեզ չի տա, պետք է սպասեք, որպեսզի այդ արդյունքները տեսնեք։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն, ինչ կբերի 2026 թվականի մայիսի նորալուսինը խեցգետիններին։ Ինչ որ օգնություն, սիրելի ընկերներ, կարծում եմ որևէ հարցում ձեր ընկերը, ձեր գաղափարակիցը ձեր օգնության կարիքը կունենա կամ ընդհակառակը դուք օգնության կարիք կունենաք եւ այսպիսով ձեզ կօգնեն։ Հաջորդ նշանը առյուծն է։ Սիրելի առյուծներ, այս նորալուսինը կլինի ձեր 10-րդ տանը, բերելով ձեզ նոր կարիերա, նոր ստատուս, նոր փոփոխություններ, նորություններ կապված հայրիկի աշխատանքի կարիերայի հետ։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի մայիսի 16-ի նորալուսինը առյուծներին։ Ինչ որ օգնություն, սիրելի ընկերներ, ինչ որ մեկը ձեզ կօգնի, ոչ միայն ֆինանսապես, այլ առհասարական ինչ որ օգնության կարիք գուցե ունենա, գուցե ձեր կարիերայի հարցում, ձեր կարիերայում առաջ գնալու հարցում որևէ մեկը ձեզ օգնի։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն, ինչ կբերի 2026 թվականի
Մայիսի նորալուսինը առյուծներին։ Ակտիվություն, սիրելի ընկերներ, կլինեք շատ ակտիվ, հստակ, պատրաստ կլինեք նոր քայլեր կատարելու կարիերայում կամ գուցե ձեր կյանքում ինչ-որ մի կին հենց ձեր նշանի, ձեր տարերքի ներքո ծնված, այսինքն առյուծ, խոյ կամ աղեղնավոր, ինչ-որ դեր ունենա ձեր կյանքում։ Հաջորդ նշանը կույսն է, սիրելի կույսեր, այս նորալուսինը կլինի ձեր 9-րդ տանը, իսկ 9-րդ տունն իրենից ներկայացնում է արտասահմանի թեման, բարձրագույն կրթության թեման, այլ մշակույթներ և այլն։ Անձնագրային հարցեր, տեսնենք թե քարտերն ինչ կասեն, ինչ կբերի 2026 թվականի մայիսի նորալուսինը կույսերին։ Հնարավոր է ինչ-որ խաբեություն լինի, սիրելի ընկերներ, փորձեն ձեզ խաբել, կողոպտել, եթե պետք է արտասահման ինչ-որ գումար ուղարկեք կամ պետք է ձեր բարեկամները ձեզ օրինակ գումար ուղարկեն, շատ թող զգուշանան, քանի որ հնարավոր է խաբեության զոհ դառնան։ Եթե գնալու եք արտերկիր հանգստանալու, ապա այնտեղ եւս եղեք շատ զգույշ։ Հնարավոր է ձեզ փորձեն խաբել։ Հաջորդ քարտերով տեսնենք թե ինչ կբերի 2026 թվականի մայիսի 16-ի նորալուսինը կույսերին։ Երջանկություն, սիրելի ընկերներ, սա խոսում է ընտանեկան երջանկության մասին կամ որևէ գործում ձեր բախտը կբերի, գուցե դիմել եք վիզա ստանալու հետ կապված, ամեն ինչ հաջող անցնի եւ դուք վիզան ստանաք։ Հաջորդ նշանը՝ կշեռք։ Սիրելի կշեռքներ, այս նորալուսինը կլինի ձեր 8-րդ տանը։ 8-րդ տունը դա մեր կողմից չաշխատած գումարներն են, բանկային պետական համակարգի գումարներ, ապահովագրական գումարներ, ինչպես նաև վտանգավոր իրավիճակներն են։ Տեսնենք թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի մայիսի 16-ի նորալուսինը կշեռքներին։ Որևէ տղամարդ նախ գումար կբերի, այսպես սկսենք, եւ որևէ տղամարդ, ով ծնված է հողի տարերքի ներքո, դա է ցուլ, գույց կամ այծեղջյուր, ձեր կյանքում ինչ-որ դեր կունենա։ Տեսնենք թե մյուս քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի մայիսի նորալուսինը կշեռքներին։ Ճանապարհ, սիրելի ընկերներ, հնարավոր է ինչ-որ հյուր ընդունեք, հյուր ունենաք, հեռվից ինչ-որ մեկը գա, կամ հնարավոր է ինչ-որ գնում կատարեք, կամ մեքենա գնեք, կամ ընդհակառակը մեքենա վաճառեք, նման ինչ-որ հարցեր կարող են լինել այս նորալուսնով պայմանավորված։ Կարիճներ։ Սիրելի կարիճներ, այս նորալուսինը կլինի ձեր 7-րդ տանը։ 7-րդ տունը դա մեր ամուսինն է, կինն է, հաճախորդներն են եւ գործընկերներն են։ Տեսնենք թե ինչ նոր սկիզբ է ձեզ սպասվում վերոնշյալ թեմաներով կամ ինչ նորություններ։ 2026 թվականի մայիսի նորալուսինը ինչ կբերի կարիճներին։ Երջանկություն, սիրելի ընկերներ, ինչ որ երազանք ձեր կյանքում կիրականանա, կապված վերոնշյալ թեմաների շուրջ։ Տեսնենք թե մյուս քարտերն ինչ կասեն, ինչ կբերի 2026 թվականի մայիսի նորալուսինը կարիճներին։ Գումար, սիրելի ընկերներ, կարծես ամեն գնոք փորձեք ինչ որ ծախսեր ավելորդ չկատարել, այսպես ձեր գումարը պահել եւ վերջապես գալ ձեզ կայուն ֆինանսական հարցում։ Ինչպես նաև այս քարտերի համակցության մեջ խոսում են անշարժ գույքի ձեռքբերման մասին։ Հաջորդ նշանը՝ աղեղնավորներ։ Սիրելի աղեղնավորներ, այս նորալուսինը կլինի ձեր 6-րդ տանը։ Դա աշխատանքն է, ընտանի կենդանիներն են, առողջությունն է։ Տեսնենք թե ինչ նորություն կգա ձեր կյանք, կապված 2026 թվականի մայիսի 16-ի նորալուսնով։ Երջանկություն, ինչ որ առիթ կունենաք տոնելու, սիրելի ընկերներ, կամ գուցե զուտ հավաքվեք ձեր ընկերներով, գուցե ձեր գոլեգաներով հավաքվեք, ինչ որ առիթ ունենաք, կամ աշխատանքի վայրում ինչ որ տոն նշեք։ Տեսնենք թե մյուս քարտերն ինչ կասեն, ինչ կբերի 2026 թվականի մայիսի 16-ի նորալուսինը աղեղնավորներին։ Որևէ տղամարդ, ով ծնված է հողի տարերքի ներքո, դա է ցուլ, գույս կամ այծեղջյուր, ձեր կյանքում դեր կունենա։ Կարող է նոր գոլեգա ունենաք, կամ այս գոլեգայի կյանքում ինչ որ իրադարձություն լինի եւ այսպիսով նա ինչ որ առիթի ձեզ հրավիրի։ Այծեղջյուրներ։ Սիրելի այծեղջյուրներ, այս նորալուսինը լինելու է ձեր 5-րդ տանը։
5-րդ տունը այն ամենն է, ինչը մեզ դուր է գալիս, հաճույք է պատճառում, արվեստն է այստեղ մտնում, ազարտային խաղերն են մտնում, ինչպես նաև երեխաները, սիրային հարաբերությունները։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ նորություն կգա ձեր կյանք կապված 2026 թվականի մայիսի 16-ի նորալուսնով։ Ինչ-որ անսպասելի փոփոխություններ, սիրելի ընկերներ, հնարավոր է ճանապարհ կամ անսպասելի ինչ-որ հյուրեր ունենաք։ Տեսնենք, թե մյուս քարտերը ինչ են, ինչ կասեն 2026 թվականի մայիսի 16-ի նորալուսինը ինչ կբերի այդ եղջյուրներին։ Որևէ փաստաթուղթ, սիրելի ընկերներ, ինչ-որ փաստաթուղթ ձեզ կբերի կամ հնարավոր է այս քարտերը խոսեն դատական գործընթացի մասին, ինչ-որ անսպասելի դատական գործընթաց օրինակ բացվի, կամ զուտ փաստաթղթի համար դիմեք եւ շատ արագ այդ փաստաթուղթը ստանաք։ Ջրհոսներ։ Սիրելի ջրհոսներ, այս նորալուսինը կլինի ձեր 4-րդ տանը։ 4-րդ տունը դա մեր ընտանիքն է, ընտանիքի անդամներն են եւ անշարժ գույքի հետ կապված հարցերն են։ Տեսնենք, թե ինչ կբերի այս նորալուսինը ջրհոսներին 2026 թվականի մայիսի 16-ի նորալուսինը ինչ կբերի ջրհոսներին։ Ինչ որ օգնություն, գուցե ձեզնից օգնություն խնդրեն կամ դուք օգնության կարգով օգնություն խնդրեք ինչ որ մեկից կամ խորհուրդ խնդրեք, հա, խորհուրդ հարցնեք, ինչպես նաև հնարավոր է դուք ինչ որ մեկին դիմեք խավորության համար կամ ընդհակառակը ձեզ դիմեն խավորության համար։ Կամ որոշեք ընտանիքով օրինակ գնալ եկեղեցի կամ մասնակցել ինչ որ պատարագի կամ առասարակ եկեղեցական արարողության մասնակցել։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն, ինչ կբերի 2026 թվականի մայիսի 16-ի նորալուսինը ջրհոսներին։ Գայթակղություններ, սիրելի ընկերներ, փորձեք չտրվել գայթակղություններին, քանի որ այս ժամանակահատվածում շատ կլինեն հրահրումները, կփորձեն ձեզ հունից հանել, կփորձեն շատերը գուցե պահի այսպես ազդեցության տակ որոշեն օրինակ գերազանցել մեքենայի արագությունը, որի արդյունքում գուցե տուգանվեն, կամ օրինակ շեղվեք ձեր ապրելակերպից, ձեր մտածելակերպից կամ եթե ունեք ինչ-որ սննդակարգ, ապա այդ սննդակարգից հնարավոր է շեղվեք։ Ձկներ։ Սիրելի ձկներ, այս նորալուսինը կլինի ձեր 3-րդ տանը։ 3-րդ տունը դա քույր եղբայրներ, հարևաններ, բանակցություններ, ուսում, դասընթացներ, ինչպես նաև կապի տրանսպորտի միջոցներ։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն։ Ինչ կբերի 2026 թվականի մայիսի 16-ի նորալուսինը ձկներ նշանի ներքո ծնվածների։ Ճանապարհ շատերին կբերի շատ ձկներ այս ժամանակահատվածում ճանապարհ կգնան եւ շատ ձկներ էլ այս ժամանակահատվածում կամ կգնեն կամ կվաճառեն տրանսպորտի կամ կապի միջոց։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն։ Ինչ կբերի 2026 թվականի մայիսի նորալուսինը ձկներին։ Ինչ-որ փաստաթուղթ, ինչ-որ ճակատագրական իրավիճակ, սիրելի ընկերներ, կարծես ինչ-որ մի բան գուցե ձեր կյանքում կատարվի, որը հենց այսպես էլ պետք է լիներ, կարծես ճակատագրորեն ձեզ համար էր։ Հետաքրքիր է, տեսնենք, թե հաջորդ նշանը ով է։ Խոյեր։ Սիրելի խոյեր, այս նորալուսինը կլինի ձեր 2-րդ տանը, 2-րդ տունը դա մեր ֆինանսներն են, աշխատավարձն է։ Տեսնենք, թե ինչ նոր ֆինանսներ կգա ձեր կյանք 2026 թվականի մայիսի նորալուսինը ինչ կբերի խոյերին։ Ինչ որ ուշացումներ, հնարավոր է ձեր աշխատավարձը ուշացնեն, սիրելի ընկերներ, ինչ որ խնդիրներ առաջանան նայի կամ ինքնագնահատականի հետ։ Տեսնենք, թե մյուս քարտերն ինչ կասեն, ինչ կբերի 2026 թվականի մայիսի 16-ի նորալուսինը խոյերին։ Ինչ որ հաճելի նորություններ կամ նոր հարաբերություններ կարող են սկսվել։ Այսքանը, սիրելի ընկերներ, կապված այս նորալուսնի հետ, եթե ցանկանում եք անհատական տարրո կանխատեսում, անհատական հորոսկոպ, կարող եք ինձ դիմել Instagram-յան էջում անձնական նամակով։ Շուտով կհանդիպենք, ցտեսություն։